ազատ արտահայտել ամեն Գաղութ նկատունի բերդ, թե ինչ-որ պետք է։ Ես չեմ եղել այնտեղ, չգիտեմ այնտեղ, չեմ կարող ասել գաղութում այդպես բառեր կան, որ օգտագործում են թե չէ, բայց ինձ թվում է ազգային ժողովին վերաբերում ազգային ժողովին, այդ թվում, չգիտեմ, ես ձեր հետ հիմա հարցազրույց եմ տալիս, չէ՞, ես որևէ վիրավորական բառ ասեցի, որովհետեւ գրած չի, չէ՞, որ ես իրավունք չունեմ Ռուզան ջան, ձեր հարցին պատասխանուց վիրավորական բառ ասել։ Բայց ես դա չեմ ասում, չէ՞, դուք դա ֆիքսում եք։ Ես այդ եմ ասում, այդ գրվածը, հեսա կպատասխանեմ, հա։ Հեսա կպատասխանեմ, խնդրում եմ։ Այդ կանոնները, որ դուք ասում եք, ես էլ եմ դա ասում, ուժեղ Հայաստան խմբակցությունն է այդ կանոնները այդում սահմանել։ Եվ ես կարծում եմ, որ սա նախ եւ առաջ ինքը իր թիմին է վիրավորում, որովհետեւ Էդգար Ղազարյանը անկախ պատգամավոր չի։ Էդգար Ղազարյանը ներկայացնում է ուժեղ Հայաստան խմբակցությունը։ Ինքը մի թիմի անդամ է։ Եվ ինձ համար, եթե թիմը հաշտ է այդպես, որ իր թիմի մի անդամին այդ թվում Արժանապետից նման որակումներ են տալիս, ինձ համար մի քիչ այս կտորը դեռևս անհասկանալի է։ Ինչպես է ստացվում, որ դուք եք վիրավորական արտահայտություններ անում, այդ ժամանակ ներողություն չեք։ Հիշեցնեք դեպք։ Շատ դեպքեր են եղել, այստեղ նույնիսկ հայրանքներ են ազգային ժողովի 4 գումարում։ Իսկ դուք գիտեք, որ հիմա մեկնարկել է ազգային ժողովի 9-րդ գումարումը։ Կարող եմ անընդհատ այսօր մի քանի անգամ տարբեր պատգամավորներ ասեցին դա։ Եվ բացի այդ ինքը սրիկա չի ասել, սրիկայաբար ասում է գործողություն իրականացնել, գնահատական է։ Գիտեք, ուր ասում եք սրիկա չի ասել, սրիկայաբար։ Լավ, այս off the record կասեմ այդ կտորը, այսինքն իսկ ինչ վերաբերում է 8-րդ կամ 7-րդ, ես նույնպես ասում, սա 9-րդ գումարման ազգային ժողովն է, 9-րդ գումարման ազգային ժողովում կան ուժեր, որոնց մեկը նոր ուժ է, ոնե տիտղոսային առումով, բայց ինչպես տեսնում ենք այդ թող հենց անձը, որի մասին շատ ենք խոսում, ամենևին նոր չի, բայց ասում եմ այդ ուժի ղեկավարը եկել է, ասել է, ես ուզում եմ, որ այսպես լինի, այդ թվում ինքն է ասել ժողովը, այսինքն պարոն Ռուբինյանը առաջարկել է, այդ մարդիկ ասել են շատ լավ, այսպես կլինի։ Հիմա այդ մարդը, որը որ սահմանել է որևէ կանոն, իր խմբակցության անդամը, որը դեռ շարունակում է անդամը, չի պահպանում։ Ու սա բերելու է այն իրավիճակին, որը որ դուք տեսնում եք։ Դա բնական է, չէ՞։ Բնական է, չէ՞։ Հիմա ինչի ես ու դու չենք կռվում իր հետ, որովհետև ոչ դու ես ինձ վիրավորում կամ ինչ-որ բան ասում, չէ՞ ես քեզ։ Այդ ամեն ինչը դրանից է ծնվում, հասկանում եք։ Մենք միշտ ասել ենք, որ եկեք բարեկամության սահմաններում չենք պահում։ Չենք պահում։ Ես երեկ եմ հարցազրույց տվել, ասեմ, ես չեմ հիշում մեր պատգամներից ով էր, խոսքի մեջ ինչ-որ մի բառ ասեց։ Կարծեմ պարոն Ալեքսանյանն էր այդ ժամանակ նստած նախագահողի։ Ընդհատեց ասես չի կարելի մի ասա։ Որովհետև նկատեց, որ օրինակ առաջի շարքեր նստած ուժեղ Հայաստանի կարծեմ պարոն Ղազենյանն էր կամ Ռուբեն Մխիթյան, որոշակի ռեակցիա տվեց եւ մենք էլ անցալեցինք, որ հա չի կարելի այդպես ասել, ընդհատել ասել։ Ես չեմ ասում, որ իդեալական կան, որ ես էլ կարող եմ խոսելուց հիմա այստեղ, որով մատ սխալ բան ասեմ, բայց կլսեն, բայց հիմա այդ եմ ասում, եկեք կամ հերթով ասեք, որտեղ հիմա միտքս կիսատ թողեցիր ու կստացվի, որ սենց մեկը կլսի, ասես ինչ էր խոսում, ասես չմնաց, բայց ես չեմ մեղավոր։ Պարոն Գաբրիել, դա չի նշանակում դուք եք այդ սահմաններից անցնում։ Մենք ցույց ենք տալիս այդ կրկնելու խոսույթով, որ ազգային ժողովում կա պատգամավոր, որը ներկայացնում է ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը չի պահպանում ուժեղ Հայաստան խմբակցության այդ թվում սահմանված խաղի կանոնները։ Պարոն Գաբրիելյան, երեք կադրերում տեսնում եմ, որ ձեր խմբակցիչները հետ էին։ Այդ մասով խոսել եմ, այդ թվում ձեր լրատվամիջոցին եմ հարցազրույց անձամբ տվել։ Պարզապես մոտենում էի, նստեցի։ Եմ հասկանում պարոն Գաբրիելյան, որ ձեր խնդիրը ուժեղ Հայաստանի ղեկավարի կողմից այսքան հստակեցնում է։ Արդյոք ուժեղ Հայաստանը կիսում է Էդգար Ղազարյանի։ Ուժեղ Հայաստանի ղեկավարը, որ ասում եք, մի քիչ շփոթություն է մոտս կուսակցություն, որտեղ իրենք էլ են տարբեր։ Ուժեղ Հայաստանը կիսում է Էդգար Ղազարյանի պահվածքը, թե չէ։ Ինձ թվում է չի կիսում, չէ՞։ Ես առնվազն չէ, ես այդպիսի բան չեմ կարող ասել։ Ես ասում եմ ընդհակառակը, ես ասում եմ հիմնվելով փաստերի վրա, դուք եք լսել, չէ՞, եթերում է եղել, որ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն Արեգ Կարապետյանը մարդը ասեց, որ այո, այն արարքը, որը որ արել է իր խմբակցության ղեկավարը, եւ ես ողջունում եմ պարոն Կարապետյանի հետ մոտեցումը։ Ասեց, որ սա խախտել է։ Դե եթե մարդը ասեն ընդունել է, որ խախտել է, ինչ եք հիմա։ Ես ասում եմ, այստեղ խոսքը գնում ինչ եք կրկնում, ասում ենք կրկնում ենք, այդ թվում որպեսզի հիշեցնենք, որ կա այդ խմբակցությունը մի մարդ։ Ինչ եք վրդոված, եթե խմբակցությունը դուք ինձ վրդոված տեսա։ Թիմի ինչից ընդհանրապես հարցը փոխվել, վրդովածը չկա, արի որակումներ հան։ Անդադ խոսում եք,
Ոչ, ընդհանրապես մի ելույթ ունեցա, անընդհատ ով է խոսել։ Ելույթից հետո բոլորը Ձեր ելույթները անդադ այս մասն են դուք։ Ինչի մասին է։ Էդգար Ղազարյանների Մի հոգի է խոսել։ Պատվածքը նրան գնահատում Մի հոգի է խոսել, ինչպես ասում ձեր բոլոր ելույթները դրա մասին են։ Այդ Կարող ես ընթացքում որ նիստա գնում ականջով լսում ես մեկը ելույթանում չգիտեմ։ Դուք անդադ ազգային ժողովի նախագահը քիչ է որ ամբողջ թիմը անունից լսում է։ Ինքն է, չի ասում, մենք սպասում ենք ձեզանից արձագանք, այդպես չի ասում։ Հիմա ինչ արձագանք եք սպասում, եք մարդը ընդունել է ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարը ընդունել է, որ բարեբախտ։ Մենք ակնկալում էինք այն ժամանակ առնվազն այն արձագանքը, որը որ օրինակ դու որ մի բան սխալ ես անում, ինչ ես անում։ Անձամբ նրանից ներողություն եք պահանջում։ Դա է խնդիրը։ Կարա խմբակցության ղեկավարն է, կարող խմբակցության անձը չգիտեմ։ Բայց ինչ ես անում դու, երբ որ ինչ-որ մեկի հանդեպ սխալ արարք ես դու տալիս։ Ինչ ես անում, կասես, որ ընդունում ես դու ես գիտակցում, ասում ես սխալ եմ արել, ինչ ես անում։ Թե ինձ համար խնդիր չի։ Ես գիտեմ դու հաստատ ինչ ես անում։ Դու անում ես այն, ինչը որ հիմա իրանք չեն անում։ Ուղղակի հասկանալի է, լրագրողը չի ուզում պատասխանել, բայց Ես բանավան ներողություն։ Իհարկե, հարցը դա չի, ուզում եմ ասել։ դե բա որ ինձ հարց ես տալի, թե բնականաբար չէ, ես մենք չէինք ակնկալում, որ այսօր գալու են 5-6 հոգով, ասենք ուժեղ Հայաստանը, այդպես նստածային այդ Ղազային ամեն մեկը մի հատ չափալախտար չէ։ Բարձր չէ, բոլորս հասկանում ենք, որ արձագանքը, եթե եղբայր դրել ես խաղի կանոն, ու քո իսկ դրած կանոնով դու ասում ես, որ այո, իմ մի անդամը խախտել է, ուրեմն ինչ-որ հետևանք պետք է։ Եթե մեկ այդ պատմավոր այդ Բայց ինչ ենք հիմա անում են դաշտ որ սրենք։ Հիմա ասում դուք ուզում եք ատամում եք եւ պատճառը նաեւ այս ամենը չէ որ Ես կարող եմ երբեմն իմ խոսքում տենց ընդհանրական եմ ասում, բայց հաշվի առնելով, այդ ունայ հաշվի առնելով որ ուժեղ Հայաստան խմբակցության կան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնց հարգում եմ, այդ ում խմբակցության ղեկավար, հիմա դուք ընդհանրական որ հարց տաք, այդ կնշանակի ես այդ ընդհանրական հարցին պատասխանեմ, ու կնշանակի իմ ցանկացած պատասխան այդ ում այդ մարդիկ Կարան ընկալեմ, որ ես ընդհանրական այդ ում իրանց այդ պահին հենց նոր այդ ասացի ու վիրավորեցի, ես չեմ ուզում այդ դաշտում։ Այս պահին եղել է ընդամենը մի падգամավոր, մի ուրախություն մեզ 28 թե 29 անդամներից, որը խախտել է իրենց իսկ դրած խաղի կանոնները, ես այդ մասին, այդ մեկի մասին ենք մենք խոսում։ Ես լիահույս եմ եւ ուզում եմ, որ էլ չլինեն։ Եվ դուք տեսնում եք, որ մեր կողմից այդ թվում այդ ելույթում, որ ձեր ասած նշվեց կամ պարոն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի, էլի այդ ընդհանրացումը չտարվեց շրջան։ Որովհետև մենք հասկանում ենք, որ գուցե ինչ-որ առումով նաև իրենք են որոշակիորեն պատանդ ընկել պարոն Ղազարյանի ձեռքը։